Այս տեսանյութում կխոսենք բուլյան տրամաբանության մասին։ Իսկ գիտեք, որ ձեր հեռախոսը իրականում ընդամենը երկու բան է հասկանում՝ 0-ն և 1-ը։ Այո, նկարները, տեսանյութերը, խաղերը, նույնիսկ արհեստական բանականությունը, թվային աշխարհում ամեն ինչ ի վերջո հասնում է 0-ների և 1-երի։ Բայց որտեղից սկսվեց այս ամենը։ Պատմությունը մեզ տանում է 19-րդ դար, մի մարդու մոտ, որի անունն էր Ջորջ Բուլ։ Ջորջ Բուլը մաթեմատիկոս էր։ Նա ապրում էր մի ժամանակաշրջանում, երբ դեռ չկային համակարգիչներ, հեռախոսներ կամ համացանց։ Բայց Բուլը մի հետաքրքիր գաղափար ուներ։ Իսկ եթե տրամաբանությունը հնարավոր լինի ներկայացնել մաթեմատիկայի միջոցով, և նա ստեղծեց մի համակարգ, որտեղ ամեն ինչ հիմնված էր երկու արժեքի վրա՝ ճիշտ կամ սխալ, այո կամ ոչ, 1 կամ 0։ Եվ այս համակարգը այսօր մենք անվանում ենք բուլյան տրամաբանություն։ Բուլյան տրամաբանությունը բավականին հեշտ է բացատրելու և հասկանալու տեսանկյունից։ Հիմքում դրված է այն գաղափարը, որ պնդումը կամ ասույթը ունի երկու հնարավոր լուծում՝ այն կամ ճիշտ է, կամ սխալ է, որևէ երրորդ տարբերակ գոյություն չունի։ Այնուհետև կարող եք ձևավորել այլ պնդումների փնջեր, որոնք ճիշտ են կամ սխալ, հետևյալ հիմնական բուլյան օպերատորների կիրառմամբ՝ և կամ ոչ։ Ներկայացնեմ նաև ինչ են իրենցից ներկայացնում տրամաբանական փականները, դրանք սարքեր կամ շղթաներ են, որոնք թույլ են տալիս կատարել գործողություններ էլեկտրական ազդանշանների հետ, մուտքում ընդունելով ազդանշան և ելքում ստեղծելով որոշակի ազդանշան։ Տրամաբանական փականների մեծ մասը ունի երկու մուտք և մեկ ելք։ Մուտքերի և ելքերի արժեքներն են երկուական համակարգի 0-ն կամ 1-ը։ Տրամաբանական փականները ներկայացվում են սխեմաների միջոցով։ Այստեղ ձեզ են ներկայացված AND, OR և NOT տրամաբանական փականների սխեմաները։ Տրամաբանական փականների աշխատանքը ավելի լավ պատկերացնելու համար դրանք ներկայացվում են իսկության աղյուսակների միջոցով, և իսկության աղյուսակներ կազմելիս դիտարկում ենք բոլոր հնարավոր մուտքային արժեքները։ Եվ փականը կամ գործողությունը կիրառելու դեպքում արդյունքը ճիշտ է լինում միայն այն դեպքում, երբ երկու պայմաններն էլ ճշմարիտ են։ Արդեն նշեցի, որ 0-ն համապատասխանում է կեղծ արժեքին, իսկ 1-ը համապատասխանում է ճշմարիտ արժեքին։ Եվ եթե մուտքում ունենում ենք երկու 0, ապա արդյունքը նորից կեղծ է։ Եվ պայմանը ճշմարիտ է միայն այն դեպքում, երբ երկուսն էլ ճշմարիտ են, այսինքն երկուսն էլ 1 են։ OR գործողության դեպքում բավական է, որ պայմաններից գոնե մեկը ճիշտ լինի։ Հիմա երկու 0-ների դեպքում նորից արդյունքը կլինի կեղծ, եթե 1-ն ու 1-ը ճշմարիտ է, ապա ելքում ստանում ենք ճշմարիտ։ Ոչ գործողությունը փոխում է արժեքը, 0-ն դառնում է 1, 1-ը դառնում է 0։ Բացի հիմնական տրամաբանական փականները, գոյություն ունեն նաև այլ տրամաբանական փականներ։ Դրանցից հետաքրքիր է օրինակ բացառող կամը։ Այստեղ արդյունքը 1 է միայն այն դեպքում, երբ երկու մուտքերը տարբեր են։ Եվ տեսնենք իսկության աղյուսակի արդյունքները։ Երկու 0-ի դեպքում կեղծ է, եթե տարբեր են մուտքային արժեքները, ապա արդյունքը ելքը ճշմարիտ է։ Եվ վերջում էլի ունենում ենք 0։ Եվի ժխտումն է ձեզ ներկայացված և կամի ժխտումն է ձեզ ներկայացված։ Այս երկու պարագայում, եթե ստանում ենք ելքում ինչ-որ արժեք, օրինակ 0, ապա այն ժխտվում է և ստանում ենք 1, և 1 ստանալու դեպքում ժխտվում է և ստանում ենք 0։
Եվ հարց է առաջանում, ինչպես Ջորջ Բուլի մաթեմատիկական գաղափարները դարձան իրական համակարգիչների հիմք։ Այստեղ պատմության մեջ հայտնվում է մեկ այլ հանճար՝ ամերիկացի Կլոդ Շենոնը։ 1930-ական թվականներին երիտասարդ Շենոնը նկատեց մի շատ կարևոր բան. էլեկտրական անջատիչը նույնպես ունի երկու կոճակ՝ միացված կամ անջատված, 1 կամ 0, և Շենոնը հասկացավ՝ Ջորջ Բուլի տրամաբանությունը կարելի է կիրառել էլեկտրական սխեմաների վրա։ Այս գաղափարը դարձավ թվային էլեկտրոնիկայի և ժամանակակից համակարգիչների զարգացման կարևոր հիմքերից մեկը։ Եվ այսօր միլիարդավոր փոքրիկ էլեկտրոնային անջատիչներ աշխատում են համակարգիչների և հեռախոսների ներսում։ 0-ն անջատված վիճակն է, 1-ը միացված, և այս երկու պարզ վիճակների միջոցով համակարգիչը կարող է հաշվել, պահպանել տվյալներ, ցուցադրել տեսանյութեր և աշխատեցնել արհեստական բանականության համակարգեր։ Ջորջ Բուլը ստեղծեց տրամաբանության մաթեմատիկական լեզուն, և Կլոդ Շենոնը ցույց տվեց, թե ինչպես այդ լեզուն կարելի է կապել էլեկտրական սխեմաների հետ, և այս գաղափարների վրա կառուցվեց մեր թվային աշխարհը։ Երկու արժեք՝ 0 և 1, և մի ամբողջ թվային տիեզերք։ Սա է բուլյան տրամաբանության ուժը։